Հետի դեպքում օրինակ տեսանք։ Պարոն Փաշինյան, օրերս տեղեկություն մտահոգիչ ստացվեց հայ գերիների առողջական վիճակի հետ կապված։ Նրանցից Լյուդվիգ Մկրտչյանի ընտանիքն է արդեն ահազանգել, որ տևական ժամանակ կապ չունեն հետը եւ առողջական վիճակը վատ է։ Մյուսների մասով կան փաստեր, այնքանով ինչքանով կարողացել են մասնագետները հավաքագրել, որ նրանց կյանքին վտանգ է սպառնում, խոշտանգման կասկածներ կան։ Դուք ինչ տեղեկություններ ունեք, արդյոք ունեք տեղեկություններ թե ոչ, ինչ աշխատանք է տարվում այս ուղղությամբ հայ գերիներին ազատ արձակելու։ Փաստացի ստացվում է, որ ռազմական, պատերազմական հանցագործ Ադրբեջանը, որը հայ ժողովրդի նկատմամբ է իրականացրել ցեղասպանական գործողություններ, այսօր շարունակում է իր այդ հանցավոր գործունեությունը եւ քրեական դատարանի առաջ միջազգային կանգնած չէ, սա արդյոք Հայաստանի իշխանության թերացումը չէ, որ այս իրավիճակն է, դուք կասեք, որ խաղաղություն է հաստատված, փաստ է խաղաղությունը, դրա համար չեք փորձում, այո, այս հարցն եմ, ուզում եմ այդ հարցին էլ էլի անդրադառնալ, եթե կասեք, որ խաղաղություն է հաստատված, դրա համար չեք բարձրաձայնում այդ հարցերը, փորձում եք այդ ճանապարհով, ուզում ենք նաև հետաքրքիր է հասկանանք, թե ինչպես է հաստատված այդ խաղաղությունը, եթե երկու կնճռոտ հարցերը, որոնք հայ ժողովրդին մինչ այսօր հուզում են դեռ առնվազն այդ երկուսը լուծված չեն։ Առաջինը Հայաստանի օկուպացված տարածքները շարունակում են մնալ Ադրբեջանի ենթակայության տակ, երկրորդը հայ գերիները շարունակում են մնալ Բաքվի բանտերում։ Առաջի հարցի վերաբերյալ բազմիցս եմ անդրադարձել, այդ թվում նախընտրական շրջանում նորից չանդրադառնամ սահմանազատում երկու երկրների հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգ եւ այդպես շարունակ։ Երկրորդ հարցի վերաբերյալ մեր պետական ինստիտուտները ամենօրյա ռեժիմով աշխատում են, որպեսզի նախ տեղեկատվությունը ճշտեն, որտեղ հնարավոր է աջակցություն ցուցաբերել եւ ելի ուզում եմ պատասխանատու ձևով ասել, որ մշտական ռեժիմով աշխատանք է տարվում այդ խնդիրը լուծելու համար եւ մեր փորձը նախկին ցույց է տվել, որ աշխատանքը շատ թե քիչ արդյունավետ է այն պարագայում, երբ որ արվում է լուր կոնֆիդենցիալ եւ հիմա էլ այդ լուր կոնֆիդենցիալ աշխատանքը արվում է։ Շնորհակալություն, հաջորդ հարցը ֆակտոր։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, դրսում բողոքող վարորդները Արցախում վարորդական իրավունքները կորցրածներն են, որոնց վրա այս նոր օրենսդրական կարգավորումը չի տարածվում, այս մասով նրանք հետաքրքրվում են, թե ինչ լուծում է լինելու, արդյոք հնարավոր է այնպիսի կարգավորում, որ նրանց վրա էլ տարածվի, որտեղ ասում են մռոյում իրենց ասել են, որ դուք Արցախում եք կորցրել, չեք կարող ստեղ ստանալ վարորդական իրավունք, հետո Ծառուկյանի աշխատակիցները, բիզնեսների աշխատակիցները, որոնք իդեպ Արարատցեմենտից չեն, մյուս կազմակերպություններից են, հարցնում են ինչպես պետք է իրենք այս ընթացքում ապրեն, երբ որ իրենց աշխատավայրերը փակ է, իրենք ունեն վճարներ անելու, բնակարանի վարձ, կոմունալ, ընդհանրապես առօրյա կյանքը պետք է կազմակերպեն, պետությունը իրենց որևէ կերպ աջակցելու է, թե չէ խախտված իրավունքները ինչպես է վերականգնվելու, եւ պարոն վարչապետ, պարզվում է այս վերջին 5 միլիարդանոց պարգևավճարի փաթեթը կռիվ է գցել պետական ապարատում, որոշ մարմիններ չեն ստացել, մասնավորապես հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում օրինակ խոսակցություններ կան, ինչ են իրենք այդ չալաղաչ կտորից չեն օգտվել, ՏՄՊՊՀ համարձակության պաշտպանության հանձնաժողովը այս բաժանումները ինչպես են եղել, որ պետական որոշ կառույցներ դուրս են մնացել։ Ոչ թե դուրս են մնացել, են կառավարության համակարգի մարմիններ չեն, անկախ մարմիններ են եւ առաջիկայում օրենսդրական փոփոխություններ կլինեն, որ այդ համակարգը կտարածվի բոլորի վրա։ Եվ ինչ այլոց ուզում եմ էլի ասեմ, որ նախորդիվ էլ ասել եմ, հենց այդ համակարգն է, որ մենք հնարավորություն կունենանք, առաջիկայում դուք դա կտեսնեք, կառավարության ձևավորման գործընթացում բարձր որակավորում ունեցող ավելի շատ մասնագետների ներգրավել կառավարման համակարգ։ Ինչ վերաբերվում է ձեր նշած հիմնարկների աշխատողներին, ենթադրում եմ, որ իրենք ինչ որ գրություն փոխանցած կլինեն կառավարությանը եւ մենք այդ բովանդակությունը կուսումնասիրենք եւ կարձագանքենք։ Ես էլի արդեն ասացի, որ մեր նպատակը չի ինչ որ մեկին աշխատանքից զրկելը, մեր նպատակ շատ լավ, բայց հիմա ես կներեք մյուս հիմնարկների դեպքերը չգիտեմ, բայց ես Արարատցեմենտինը, քանի որ սկզբից շատ աղմուկ եղավ, որ այո, մի քանի օր կանգնեցին։
հետո սկսեցին աշխատել։ Հիմա ենթադրում եմ մյուս տեղերում էլ այդ նույն խնդիրը կարող է լինել, կարող է դեպքեր լինել, որ այդպես չստացվի, որովհետև ասենք օրինակ ինչ որ մի բանի խաղատան լիցենզիայի զրկում է տեղի ունեցել կամ եւ այլն եւ այլն։ Նկատի ունեմ մեր նպատակը այդ չի, գնայինք եւ իհարկե մարդկանց քաղաքացիներին կտեսնենք ինչն է խնդիրը եւ որտեղ կարող ենք լուծել։ Հիմա վարորդական իրավունքների հետ կապված ձեզնից առաջ մի քիչ այլ հարց տվեցին, հիմա բարձվում է մի քիչ նոր թեմա է դա, որը պետքա լրացուցիչ ուսումնասիրենք։ Ճիշտն ասած, ես չգիտեմ, հիմա պատրաստ չեմ, որովհետև այդտեղ պետքա նայել մի հարց ուղղակի, կարող եմ այսպես ասել, պետքա նայել հիմքերը պահպանված են, թե պահպանված չեն եւ ըստ այդմ որևէ ձևով կարձագանքենք, որովհետև նախորդիվ հարցը այնպես էր, որ այն հատվածը վարորդների ում հետ մենք պայմանավորվել ենք, այդ պայմանավորվածությունը չի կատարվում, բայց դա իհարկե կատարվում է եւ դատարանների հետ կապված էլ այդպիսի պայմանավորվածություն չի եղել։ Հիմա ձեր ասածը նոր թեմա է, որին կծանոթանանք եւ կտեսնենք ինչ է հնարավոր անել։ Շնորհակալություն, հաջորդի իրավաբանին։